Սիրելի հետևորդներ, դնում ենք թխելու, ուրեմն 200 աստիճանի տակ եմ դնում, հետո կարող է եւ մի քիչ բարձրացնեմ ջերմաստիճանը։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս, այսօր առավոտյան, քանի որ շոկը չի ընկել, եկա մեր հողամասը տեսնեմ ինչ կա չկա, դե լավից վատից նկարեցի, բայց Ես մոշի ջուղերը, ես որ կտրել ես թափել, մցրու ես այդ կեքի արանքը, ես որ ամենի չկտրես թափես, մոշել չես ունենա։ Այ որ դեսը գալիս է, կապի կամ ես բանից, պրովուդով հակցրու, թող սենց գնա են կողմի վրա, իրանց վրա, մի րոպե, թե ծառի վրա էլ լավ կա, թութնա, այս ծյուրինա, բայց լա տեսնենք, որ տոտա, դուր որ չկա, այս բուջուր բոբոքի ծառը տեսնենք լավ ոնց է, սրա վրա էլ կա, բայց բոբոքը շատ փոքր է, լանա այդ տեսեք, ինչքան փոքր է, բայց նույն ծառի բանն է դուրս եկել, այս ջուղը, մոշի այս ջուղը, սա պետք է այսենց բերի, կպցնես տեղ խլա մի րոպե, գնա, այստեղ չէ մի քիչ մեծանում, հետո որտեղ խանգարում է, թուսն էլ լավ է, այս թուսը, անցյալ տարի կապեցի, մեծացա, իշտ է հլա թուս չկա վրեն, բայց եսի որ ես տարի էլ մնա, երկող տարի թուս է տա, այս ջուղը կոտրված չորացել է, պտի Պոկի վրիցը հանի, բայց միշտին էլ է որտեղ տերևները կերել, իսկ ես սև թուզը արդեն տվել է, սև թուզը,
այս սերկեֆիլների վրա լավ ծաղիկ կար, բայց ոնց որ սաղ չորացել էր։ Որ եկա վերցրած էր ահագին։ Գիլասի վրա էլ քիչ-միչ կա, անցյալ տարի ավելի շատ էր, այս տարի քիչ։ Ծիրանն էլ այդքան չկա։ Գալա թե փոքր է, բայց դելի չէ չոտ անցյալ տարվա վրա։ Անցյալ տարի էլի մի քիչ սրսկել, այս տարի вообще չի սրսկել։ Սա լավ է։ Սա էլ սա շլորի վրա կա, բայց սա որտնոտ է։ Սիրելի հետևորդներ, այսօր միասին պատրաստելու ենք շատ հեշտ բաղադրոտոզով խմորեղեն։ Ինչ է անհրաժեշտ, այս կաս։ Այս հարևանների ձեռից կրակն ենք ընկել։ Մեզ ինչը հարկավոր, մեզ հարկավոր է մեկ բաժան կաթ, տաք կաթ, շատ տաք չէ, բայց տաք։ Հարկավոր է 100 գրամ կարակ կամ էլ մարգարինով կարող եք անել, տարբերություն չկա։ Ես էլ եմ մարգարինով անեմ, այս մալոչնի մարգարինները լավն է, ռեկլամ չեմ անում, բայց ես սրանք շատ լավ մարգարինները ամեն ինչն էլ համարյա սրանով եմ ես պատրաստում։ Էսի էսպես, մի քիչ էլ բուսայուղ եմ ավելացնում։ Ավելացնում եմ ճաշիկը թաշաքարավազ, ավելացնում եմ դրոշ, մեկ ճաշիկը թար, սա էլ այսպես, մեկ պատխոն ծաղ և այս որ բաղադրիչները խառնում ենք իրար։ Արդեն քիչ ամնում բարձրանամ ես մեր վերևի տուն։ Հելա թողնենք մի 10 րոպե, միաձուլվի դրոժը, նոր պատրաստենք։ Եթե շատ եք պատրաստում, կարող եք մի կես բաժակ, մեկ բաժակ կաթ, մեկ բաժակ ջուր կամ կես բաժակ կաթ, կես բաժակ ջուր, սիրելիներս։ Մի քիչ հետո նորից կհանդիպենք։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն հասունացել է մեր դրոշը, մնում է որ ալյուրը լցնենք, տեսնենք ինչքան ալյուր է պետք։ Ընդհանրապես ալյուրը չափսով չեն լցնում, ինչքան որ կտանի։ Ալյուրն էլ ասեմ, որ մաղաց է։ Երև ես բոլորն էլ լցնելու եմ։ Շատ պինդ չէ, բայց պիտ խմոր են պատրաստելու, սիրելի հետևորդներ։ Սիրելի հետևորդներ ջան, մեր խմորը արդեն պատրաստ է։
բաժանելու ենք գնդերի։ Ոչ շատ պինդ է, ոչ էլ շատ փափուկ է։ Հիմա փոքրիկ գնդիկներ ենք սարքում, այսպես։ Այսպես գնդիկներ ենք պատրաստում ու շարում ենք ստեղ։ Քիչ ալուր ցանենք։ Մի քիչ մեծ, մի քիչ փոքր, ոչինչ։ Սիրելի հետևորդներ, մեր այս գնդիկները բացում ենք։ Մի քիչ ալուր ենք ցանում եւ օխլովով բացում ենք։ Այստեղ բացել եմ արդեն ես, դնում եմ սրա վրա, ոչինչ, մի քիչ փոքր, մի քիչ մեծ չի խանգարում եւ կարակ եմ քսում։ Այս ձև։ Հետո հաջորդն ենք շարունակում։ Շուրջը տանք այդ յուղը։ Ինքը այնքան փափուկ է, յուղոտ փափուկ, որ չի էլ կպնում սեղանից։ Ափսեր մոտիկացնում ենք, այս են բոլորը սենց հերթով շարելու ենք իրար վրա։ Նորից կմիանանք սիրելի հետևորդներ, չեմ ուզում ձեզ շատ հոգնեցնել։ Սիրելի հետևորդներ, արդեն վերջն է։ Այս նախավերջինի վրա կարակ քսել եմ, իսկ այս վերջինի վրա չեմ քսում։ Չեմ քսում նրա համար, որ հետո սա կրտնակելու ենք ու դնում ենք, երեսը փակում ենք և դնում սարսարանը։ Փակում ենք ու դնում սարսարանը, մի 20 րոպե մնա, այնքան որ այս գցած կարակը պետքա սառչի։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, հանեցի սարսարանից, լավ սառել է։ Պետք է փակենք, ասիկ թեկուզ և սենց կարանք դնենք, տարբերություն չկա, պետք է փոքենք։
հեշտ կամ դժվար է փոկվում։ Ստվոմա, լավ է երևում։ Միացեն ձեռքերով բացում ենք, որ հեշտ գրտնակենք։ Ինձ ենք անելու, որ քառակուսի լինի։ Ուժա պետք։ Հələ մյուս կրվակը հանեմ, էդի փոքր է։ Սա փոքր է։ Ոնց որ սլայոնի խմոր լինի, փուչիկ անում, փուչիկները դուրս է գալիս։ Այսենց քառակուսի սարքում։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, նայեք, տեսեք, սիրուն բացեցի։ Հիմա ինչ ենք անելու։ Ուրեմն մանրացրած պանիրը լցնում ենք այս եզրին։ Այսպես լցնում ենք։ Այսպես, ասենք, եղել է սարցախցիկում ա եղել, սառնա, բացում ենք, ոչինչ։ Հիմա կիսով չափ փաթաթում ենք, մինչև կեսը։ Այս ձևի, երևում է, չէ, հա, երևում է։ Շատ հեշտ, պարզ խմորեղեն է։ Ես եզրին պանիրը ոնց որ քիչ է, թույլ է փաթաթվում, ասպասի դնեմ մեծ կտորներից։ Այստեղ է դնեմ, հավասար փաթաթվի։ Այսպես գլորելով, ռուլետի նման ոլորելով գալիս ենք։ Ահա, եկանք հասանք ստեղ։ Հավասարացվում ենք սենց։ Ու ստեղից կտրում ենք։ Սա դնում ենք մի կողմի վրա։
Հիմա փաթաթում ենք, այս մեկի վրա ենք լցնում պանիրը։ Սայլ ենք փաթաթում։ Այսենց ոլորելով գնում ենք։ Ստեղ կողքերը հավաքում ենք, այս եզրերը չթափվի։ Բերում ենք մոտիկ, այսենց։ Հիմա ինչ ենք անում։ Հիմա կտրատում ենք, շարում ենք ջեռուցի տապակի մեջ։ 3 մատ չափում ենք, այհա։ 3 մատը։ Այսի թող մի քիչ էլ ավելի լինի, ոչինչ չի խանգարում։ Սենց կտրում, շարում ենք տապակի մեջ։ Սա պանիրն է, մեջի ծերերում է։ Այսպես շարում ենք։ Սիրելի հետևորդներ, հիմա սրբիչով, բակում սրբիչով ծածկում ենք, թողնում ենք, որ ինքը հասունանա։ Եվ կհասունանա, այն վաղ նոր կտեսնենք ինչ ենք անում։ Սիրելի հետևորդներ, դե նայեք, տեսեք, ինչքան լավ է ստացվել, կարմրեր, հելա տաք է, բայց տեսեք ինչքան փափուկ է։ Մետր կարողանամ կտրեմ, ձեռքերս չվառի։ Սիրելի հետևորդներ, դե սա էլ մեր էժան բաղադրատոմսով թխվածքները, անունը թողնում եմ ձեր վրա։ Սիրելի հետևորդներ, դե եթե իմ բաղադրատոմսը ձեզ դուր եկա, դուք էլ պատրաստեք, տեսեք ձեր մոտ ինչպես է ստացում, սիրելիներս, մեկնաբանություններում կգրեք, բայց մոռացա հիշեցնեմ, ովքեր առաջին անգամ են դիտում իմ հոլովակը, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը, իսվել ձեր մեկնաբանություններով։ Ես ձեզ շատ սիրում եմ, շատ շնորհակալ եմ ձեր մեկնաբանությունների համար, գեղեցիկ խոսքերի համար, որ սրտիկներ եք դնում սիրելիներս, ինչ ասեմ, ասեցի, որ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակից, տեսություն ձեզ։